Հայոց լեռնաշխարհից եւ Armnews-ի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է եւ այսօր ուզում ենք սկսել պոզիտիվից։ Ես կասեի մեգա պոզիտիվից։ Մեր հեռուստադիտող Լևոն Ղավալյանը մի տեսանյութ է ուղարկել, որտեղ տեսնում ենք ինչպիսի խանդավառությամբ է մեր հաղորդումը դիտում մատաղ սերունդը։ Իստմա ոչ ոք չի նեղանա, եթե մեր փոքրիկ ռազմահայրենասեր Ռուբենին արտահերթ մեգա բաժակ նվիրենք։ Ռուբեն ջան, հյութիկ, կաթիկ, թեյք խմելու համար շատ հարմար բաժակ է, իսկ հենց մեծանաս կարաս հետը խառնես թթիկ։ Հա, կոմպոտ, ուզում եմ ասել կոմպոտ։ Այս թողարկմանը դիտեք։ Աժն պայքարում է ֆեյքերի դեմ։ Ինչ հեկ են սարքում Արագածոտնում եւ ինչու։ Գալուս Սահակյանի մեգա ասուլիսը։ Առողջապահության նախարարի խոստովանությունները։ Օրվա հյուրն է մարտի 8-ի մասնագետը։ Ազգային ժողովը պատերազմի հայտարարել ֆեյքերին, միասին են աշխատում բոլոր խմբակցությունները։ Եթե Facebook-ում ունեք Անուշիկ անունով ընկերուհի, ով զարմանալիորեն նման է Սկարլետ Յոհանսոնին, բնակվում է Մալաթիա Սեբաստիա թաղամասում, ավարտել է Բրյուսովը ու ձեր ընդհանուր ընկերն է Արմեն Աշոտյանը, այդ աղջկան հենց այսօր գրեք մնաս բարով, որտեվ էլ իրեն չեք հանդիպելու։ Շահագրգռված անձը, ասենք պաշտոնյան կամ պատգամավորը, գործադրում է ողջամիտ ջանքեր եւ չի գտնում իր մասին մեկնաբանություն արած անձին, ապա նա դիմում է լրատվամիջոցին եւ պահանջում 12 ժամվա ընթացքում իրեն վերաբերող մեկնաբանությունը հեռացնել կայքից։ Հակառակ դեպքում այդ անձը կարող է դատի տալ լրատվամիջոցին։ Ողջամիտ ջանքը ո՞րն է։ Դե սենց էլի։ Էսով է գրել, որ ես բյուջեից փող եմ լափում։ Ինչ որ չեմ գտնում։ Մի հատ զանգեք այդ լրատվամիջոցին թող իրան գտնեն։ Լրատվամիջոցը ազատվում է պատասխանատվությունից, եթե ներկայացնում է այդ տեղեկատվության հեղինակին նույնականացնող տվյալները։ Այլ կերպ ասած, եթե լրատվամիջոցը բռնել է տալիս վատ կոմենտ գրողին, իրանից էլ պարտք ու պահանջ չկա։ Մի կողմից լավ է, որ էլ ֆեյքերի վրա հղումով հոդվածներ չեն գրվի, բայց մյուս կողմից այդ ֆեյքերին էլի նույն մի քանի կուսակցություններն են այսքան ժամանակ օգտագործում։ Կուսակցություններ ջան, երբ դուք ստեղծում եք ֆեյքերի մեգա բանակներ, իսկ հետո ընդունում եք օրենքներ, որ սաստեք ձերի ստեղծած մեգա բանակները, տպավորություն է ստեղծում, որ դուք մեղմ ասած լավ պարապ եք մնացել։ Միանշանակ եւ բացարձակապես։ Այո, միանշանակ եւ բացարձակապես։ Այո, Facebook սոցիալական ցանցը ցավոք սրտի այսօր որոշների համար վերածվել է իրենց կներեք ուրեմն սերապաթոլոգիկ, ուրեմն մտագարությունները շախ տալու դաշտի։ Այսինքն եթե ունեք ցանկություն ձեր սերապաթոլոգիկ մտագարությունները շախ տալ, գրանցվեք իսկական անվանտակ։ Իսկ մեզ միանում է մեր վաղեմի գործընկեր Անանուն աղբյուրը։ Հոփլը տղերք, ես ինչա կատարվում։ Առանց էդ էլ երկրում գործազրկություն է, հիմա էլ իմ հացն եք ուզում կտրեք։ Անանուն աղբյուր ջան, ախր դու հաճախ սխալ ինֆորմացիա ես հաղորդում։ Հա, կարող եմ մեկ ուռճացնում եմ ինչ-որ բան կամ 0-ից եմ հորինում, բայց դուք գիտեք քանի թերթ լրագրող ու կայք է իմ հաշվին սնվում։ Էլ չեմ ասում, որ ինձ հանեք լուրերը կդառնան անհետաքրքիր։ Իսկ չես ուզում դեմքը ցույց տաս, այդ դեպքում էլ ինչ ուզում ես գրի։ Հարց չկա, հանեք այս կուբիկները, թող մարդիկ դեմքս տենան։ Դե էլի ֆեյք նկար է, Բրեդ Պիտն է դա ախր։ Ես տենց էլ գիտեի, որ չեք հավատալու, ես ինչ մարդ եք, հետ բերեք այդ կուբիկները։ Չի կարա մարդ ուղղակի շատ նման լինի Բրեդ Պիտին։ Միամսյակին բան չմնաց, բայց միամսյակը սկսում է նվերով ոչ թե կանանց, այլ առաջին ռազմայնասիրականի համար։ Բանն այն է, որ ասուլիս տվեց այո, Գալուս Սահակյանը։ Արչումն է գարգել լրագրողները։ Բա ինչ է կանչե որ հարցնում։ Ես էլ չունեմ։ Չսենց ոնց կլի ցանկացած հարց կարելի է տալ պարոն Սահակյանին, վստահ եմ կպատասխանի։ Սերգեյ Սարգսյան, առաջին ռազմայնասիրական, պարոն Սահակյան, ձեզ վախեցրել է ՀԱԿ-ի բազմահազարանոց հանրահավաքը։ Չեք տեսնում դեմքս վախեցած նստել։ Ըստ էության սա ես կասեի վերջին տարիների ամենաչստացված միտինգներ, չծրագրված։ Բնութագիրս հետևյալն է, որ չի կարելի ժողովրդի մի զանգված հավաքել, ասել սա մերն է։
Չէ, սենց էլ չի լինում է, գուցե այլընտրանքի մասին ինչ-որ բան ասեք։ Հա, ԲՀԿ-ի մասին ինչ կարծիքի եք։ ԲՀԿ-ն այնպիսին է, ինչպես որ կա։ Ոչ պետք է ետևից նայել, ոչ էլ դիմացից։ ԲՀԿ-ին պետք է հերվից նայել գայրի Դա մի հատ ինչ-որ միանշանակ, բոլորովին միանշանակ թեմա։ Օլիգարխիան վատ երևույթ է, չէ՞։ Օլիգարխիա, եւ մտածում ենք, որ այդ օլիգարխիան որ չլիներ, ուրեմն ամեն ինչ լավ կլիներ։ Եթե չլիներ այդ օլիգարխիան, մենք մոտավորապես 100,000 աշխատատեղ չէինք ունենա։ Իսկ չի լինի 100,000-նոց աշխատատեղեր ունենանք, բայց դրանք ստեղծեն բիզնեսմենները, ոչ թե օլիգարխները։ Այսինքն մարդիկ, որ քաղաքականության մեջ չեն մտնում։ Գիտես ինչ, արի ինչ-որ մի հատ բոլորովին նեյտրալ թեմա։ Գառնեի տաճարի մոտ սրճարան կառուցելը։ Ես կողմնակից եմ, թող կան ուտեն բան անեն, բայց հուշարձանից դուրս լիքը տարածքներ կա, թող կան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտ աճում։ Վերջապես մենք գոնե ինչ-որ հարցում համակարծիք ենք։ Մեր քանի սենց խինդ ու ծիծաղա ու լավ տրամադրություն, կարող ես ժամանակի մեջ ճամփորդել, գնալ էտոր ու զրուցել պարոն Սահակյանի հետ։ Աննորմալ եք, ո՞նց պետք է ժամանակի մեջ հետ գնամ։ Մեր խնդրում եմ, մեզ պետք են լուծումներ, ոչ թե բողոքներ։ Վիզ դիր։ Լավ, փորձեմ, բայց սենց բան չկար մեր պայմանագրում։ Կանանց միամսյակի կապակցությամբ ինչ կմաղթեք օրինակ կին թիկնապահներին։ Կին թիկնապահներ։ Հա։ Այդ ինչ թիկնապահներ են։ Կան։ Ես չեմ ճանաչում, կամ կին դարբիններին էլի ոչ մեկ չի շնորհավորում։ Բայց կինը մասնագիտական երևույթ չէ։ Ինքը կին է, քույր է, մայր է։ Այսինքն տարանջատում մասնագիտա իհարկե կինը մնում է կին։ Իմիջայլոց ասեմ հետևյալը՝ ի տարբերություն մյուս ազգերի մեր դերևս նախնիների ժամանակաշրջանից կինը միշտ էլ հավասար է եղել տղամարդկանց, նույնիսկ այն ճիզվիտական ժամանակներում, որ կանանց այրում էին եւ այլ, մեր եկեղեցին միշտ էլ կնոջը մայրացնելու process-ով էր տանում։ Ինչ որ մասնագիտություն, որ ըստ ձեզ կնոջը չի սազում։ Դա ինքը կինն է ընտրում։ Մասնագիտական առումով պետք չի նայել կնոջը։ Կինը որտեղ ցանկանա, այնտեղ էլ կաշխատի։ Կնոջը չի սազում, չգիտեմ, այս մասնագիտությունը տղամարդ։ Դա տղամարդու ճաշակից է կախված։ Մեկը կարող է դարբին կին չսիրել, մյուսը հովիվ կին սիրել։ Ըստ ձեզ ազգային ժողովի պատգամավորներից ով է առավել մեծ հաջողություն վայելում կանանց շրջանում։ Պատգամավորը նորից ճաշակի հարց եք բարձրացնում։ Հա, բայց եթե կողքից չեք նկատել, ինչ որ մեկ ուշադրություն ավելի շատ է կանանց։ Ես կարծում եմ բոլորի նկատմամբ էլ հարգանք կա, նայած մարդ մեկը կարող է մեկին շատ հարգել, մյուսը քիչ հարգել, բայց բոլոր կանանց նկատմամբ կարող եմ ասել հարգանք կա, մանավանդ որ հարգանքի արժանի են։ Ով։ Բոլոր ազգային ժողովի պատգամավոր կանայք։ Տղամարդկանց մասին է խոսքը, տղամարդ պատգամավորի շրջանում Տղամարդը կանանց շրջանում, դրանք ամուսնացած ընտանիք ունեցող կանայք են, նրանց կարելի է պաշտել, կարելի է հարգել, այսինքն այնտեղ որևէ մեկը չկա, որ իրեն պահի այնպիսին, որ զգալի լինի, թե ում են ավելի շատ հարգում։ Չի զգացվում ոչ մի հատ։ Իհարկե։ Ու վերջին հարցս, ինչպես ազգային ժողովում սերմանել սերը դեպի ռացիոնալ մտածելակերպ ու ռացիոնալ մտքերը ու միտքը։ Դա սերմացված process է, ինչը հասարակության մեջ է, նա էլ պիտի արտահայտվի ազգային ժողովում։ Եթե դա պիտի ամբողջ ժողովրդի մեջ սերմանը։ Դրա միակ ճանապարհն է, որ յուրաքանչյուր մարդ պիտի 2 թերթ գիրք կարդա ամեն օր։ 2 թերթ, մի հատ վեպ է վերցնում, օրը 2 թերթ կարդում է, ուղեղը չի ժանգոտում եւ կարողանում է եւ խոսել, եւ տրամաբանել, եւ նաեւ հոգու ամբողջական գրավչություններով հանդես գալ հասարակության առաջ։ Սա է ճանապարհը, կարդալը։ Ինչպես գիտեք, հղիության հետ կապված մի պահ նոր վճարներ էին սահմանվել պոլիկլինիկաներում ու միանգամից հանվել էին։ Շատերի մոտ կարող է երբեք հարցել չառաջանար, թե ինչու այդպես եղավ, բայց ոչ մեր ԶԼՄ-ների մոտ։
Մարտի 6-ի լույս առավոտ առողջապահության նախարարը սովորականի պես գնում էր կառավարություն, երբ նրան մոտեցան մի խումբ հայ ԶԼՄ-ներ։ Ուսումնասիրեցինք, տեսանք, որ ուրեմն հասարակության կարծիքը միանշանակ չի այդ հարցի կապակցությամբ եւ հաշվի նստեցինք հասարակության կարծիքի հետ։ Ոնց լուրջ դզեց։ Այսինքն ուղղակի հարցրեցիք հանրությանը ու այդ կարծիքը հաշվի առաք, это же не наш метод։ Դե կարելի է ստուգել ժողովուրդ։ Այո։ Հղիության հետ կապված պոլիկլինիկային վճարների մասին լսել ես։ Այո։ Այդ վճարները մտցնելուց հետո քեզ հետ կապվել են առողջապահության նախարարությունից։ Այո։ Բա դու ինչ ես ասել։ Ասել եմ, որ այդ վճարների միտքը դուրս չի գալիս։ Ու ինչ։ Ու հանեցին այդ վճարները։ Ինչու։ Դե որովհետև ասեցի, որ այդ վճարումների միտքը դուրս չի գալիս։ Իսկ քեզ հաճախ են տենց բաներ հարցնում կառավարությունից։ Լսի, առաջին անգամն է, ու մինչև հիմա ուզում եմ հասկանամ որտեղ են ուզում ինձ գցեն։ Իսկ ում համար էր այդ նոր վճարը սահմանվելու։ Որոշակի խավերի համար, ունևոր խավերի համար, խոսքը չէր վերաբերվում սոցիալապես անապահով, խոսքը չէր վերաբերվում ուրեմն տարբեր խնդիրներ ունեցող, նաև ախտորոշման պեինք դա որոշել եւ դրանց համար դնել որոշակի համավճար։ Հանգիստ թողեք էլ այդ ապահով խավը։ Քրքրեցիք խեղճին։ Մենք ունենք բացառիկ կադրեր ապահով խավի արձագանքից։ Այդ դուք որպես ապահով խավ ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ շատերը փորձում են մտնել ձեր գրպանը։ Հա, նու ինչ ասեմ, սկզբում շատ էին եղվում, բայց դե հիմա արդեն ոնց որ սովորական է դարձել։ Նո սենց էլի, հիմնականում հարմար չի, բայց դե կամաց համակերպվում եմ։ Նո հիմնականում նեղվում եմ, որ տղեկ բանա, նու Իսպանիա չեմ կարողանում գնալ ամառ, մենակ էտա Թուրքիայով, Եգիպտոսով բանով բավարարվում եմ։ Կոմունալ ծախսերին հերիքում է։ Հա, կոմունալ ծախսերին հերիքում է, տակ այսինքն մնում է ինչ-որ, որոշակի գումար մնում է եւ շնորհակալություն, ցտեսություն։ Իմ մոտ տպարությունա, որ սոց գովազդի պահն է հասունացել։ Այո, բազմաթիվ ահազանգերին ընթառաջ մենք այսօր կանդրադառնանք այն մարդկանց, ովքեր անդադ ինչ-որ հարցեր են տալիս ներվայնացնող։ Հաճախ մեզ շրջապատող մարդիկ հետաքրքրվում են մեր կյանքով, առողջությամբ ու հաճախ դա նորմալ երևույթ է։ Բայց մեկ-մեկ դարվում է հիվանդագին, այսենց։ Մհեր ջան, բարև։ Բարև։ Ոնց ես։ Նորմալ։ Բայց ոնց որ մի տեսակ ես, հա։ Ինչ-որ բան է եղել։ Չէ, բան են։ Հələ մի հատ ասա ինչ ա եղել։ Վայ, ոչ մի բան ասում, բան են կա։ Մի տեսակ ես ոնց, ինչ-որ բան եղել է, հա։ Չէ, ասոր բանն է կասեի, կամ ինչու պիտի ասեի։ Դուրս չես գալիս։ Ու տենց անverջ փորձում են հարցնել ինչ ա եղել, ինչի ես մի տեսակ, մինչդեռ դուք մի տեսակ չեք։ Կամ թեկուզ իրոք մի տեսակ եք ու իրոք անտրամադիր եք, բայց կարողա չեք ուզում խոսել դրա մասին, մանավանդ այդ հարցնողի հետ։ Բայց այդ մարդուն ոչինչ բան չի կանգնացնում ու նա շարունակում է։ Լսի, բայց ոնց ինչ-որ բան է եղել, հա, մի տեսակ աչքիդ մեջ ինչ-որ ինչ ա եղել։ Նորմալ է, նորմալ է։ Գիտես ինձ կարաս պատմես։ Հա, գիտեմ, բայց նորմալ է։ Հələ մի տաքություն չէ, ոնց որ տաքություն չկա։ Հələ լավ ինձ պատմի ինչ ա եղել։ Նման մարդկանցից ազատվելու երկու եղանակ կա՝ անարդյունավետ։ Լսի, ինձ հանգիստ թող, նորմալ է ամեն ինչի մոտ, նորմալ։ Քեզ հանգիստ է պետք, նյարդերը ինչ որ ինչ են, ինձ կարաս պատմես, ինչ ա եղել, մհեր, ինչ ա եղել, մի հատ ասա ինձ ինչ ա եղել, ինչ ա եղել, մի հատ ասա, հա, ինչ, հայացքից զգում եմ, ինչ որ բան է, ինչի չես պատմում։ Եվ արդյունավետ եղանակ։ Մի տեսակ ոնց մի տեսակ ես։ Եղիս դուց, անասուն զզվացի, նորմալ է ամեն ինչ։ Հա դե մի անգամից ասել, թե չէ, մի ժամ պոչ ա խաղացնում, որ ինչ։ Բայց ոնց որ մի հանդուրժեք ձեր ներաշխարհին աննասուն ձևով վայիս լինող մարդկանց։ Մի կաշկանդվեք, հանգիստ կոպտեք նրանց։ 21-րդ դարն է վերջիվերջո։ Եվ քանի որ վաղվանից սկսվում է միամսյակը, այսօր հրավիրել ենք մի մարդու, ով մարտի 8-ի մասին գիտի ամեն ինչ, ինչպես ընտրել իդեալական նվեր, ինչ հագնել եւ այլն, մեր հյուրն է Մադլեն Հայմարթունցը, բարև ձեզ։ Բարև, ես Մադլեն չէ։ Մարլեն։ Չէ։ Մելինե։ Չէ։ Մոնիկա։ Չէ։ Մարգարիտա։ Չէ։ Դե տենց մի բան, չէ։ Չէ։ Դու Արտավազդ, ինչև է։ Լավ, Արտավազդը։ Եվ այսպես ինչ նվիրել կնոջը մարտի 8-ին։
Իդեալական նվերներ չկան Արեգ ջան, նրանց դուր չի գալի ոչ մեկը։ Մի անգամ փորձեցի գիրք նվիրել ու ինչ։ Չհավանեց։ Գիրք, քեզ։ Էս ինչա նվեր։ Հա, Մարտի տշրավոր։ Չեմ հավանում։ 2014 թվականի ինչ գիրք։ Բա հետո երևի ինչ որ ավելի կանացի բան պետք է նվիրեք, հա, ավելի մարտի 8-ային։ Ես էլ տենց մտածի չէ կանացի մարտի 8-ային, դրա համար sense տորտ պատրաստեցի 8 թիվը վրան ու ինչպես էս կանացի կին sense տորտի վրա նվիրեցի չանցավ, էտել չանցավ։ Դա էլ չանցավ։ Լավ, այդ դեպքում կարող եք ասել ինչ պետք չի նվիրել կանանց հաստատ, որպեսզի հեռուստաետողները ֆիքսեն։ Հա, օրինակ մեքսիկական գլխարկներ երբեք ոչ մի դեպքում մի նվիրեք, հանկարծ սամբրերո կամ սաբրերո կամ մեքսագլխարկներ մի նվիրեք, հաստատ չնվիրեք սամբրերոներ։ Չի անցնի։ Ինչ ես պատրաստել ինձ համար մարտի 8-ի կապակցությամբ։ Հին ու բարի մարտի 8-յան սոմբրերո։ Oh my gosh, sombrero? Ինչ եմ սրա այդ անելու, հակնելու եմ տունը, թե փող եմ հավաքելու երկելուց։ Լավ, իսկ ավելի մարտի 8-ային, որ այդքան դեմ չլինեն։ Կարող եք դասական դες ինչ-որ եղանակով գնալ, ծաղիկ նվիրել, բայց այդ ծաղիկներն էլ ուրիշ հարցեր է առաջացնում, որոնք չգիտեմ էլի ինչ հարցեր օրինակ։ Ոնց ինչ։ Շնորհավոր մարտի 8-ըց։ Էս ինչա։ Ես քո համար կով եմ, թե այց։ Բայց ինչ եմ։ Գնացեք, ինքը։ Ես Չկա, լավ իդեալական նվեր չկա։ Կարող եք փորձել ոսկեղեն նվիրել, բայց այդտեղ էլ երաշխիք չկա դրա հետ։ Միապա, բայց Մերլին Մոնրոն ասում էր, որ ադամանտներն են լավ նվեր, չէ՞։ Diamonds are a girls։ Ադամանտ կարելի է նվիրել։ Փորձել եմ Նարեկ ջան, այդ էլ տենց չի բանալում։ Շնորհավոր մարտի 8-ը, ես քեզ նվիրում եմ այս ադամանդը։ Իսկ ծաղիկը ուրա։ Դե ուղղակի ադամանտ է, ստված։ Ուղղակի ադամանտ, ինձ մենակ ադամանտ։ Աղջիկը ծաղիկ է։ Բա հիմա ես ինչ անեմ։ Տարեցի եւ մցրա գիտես որտեղ քո տուտուզը։ Հասկանալի է, բայց ինչ խորհուրդ ունեք այնուամենայնիվ սկսնակ մարտի 8-ների համար։ Սկսնակներն ուղղակի կասեմ, որ գիտեք ինչ, փորձեք սկսել ծաղիկներ ադամանդով էլի բանի կարողա չստացվի։ Իսկ դա փորձված է, դուք անձամբ փորձել եք ծաղիկ եւ ադամանտ նվիրել։ Այդ մեկը գիտե ես փորձել եմ, Վլադիկ, ես փորձել եմ այդ երկուսը։ Ես մեկը հույսում կհավանես ծաղիկ ու ադամանտ, օքեյ, ադամանտ ու ծաղիկ։ Շնորհավոր մարտի 8-ից։ Դե տեսնում ես, եթե կարողանում ես, ուզում ես, ճիշտ նվիրում ես այն ինչ որ ես եմ ուզում, բայց մի հատ բան կա։ Չնայած մի հատ չէ, մի քանի հատ։ Ուրեմն ես կուզենայի, որ դու ինձ համար սարքեր տաք վաննա, շամպայն բերեր, սուշ դներ եւ չնայած դու թայլանդացի չես եւ կապ չունեմ։ Ուզ կուզենաս կանես, կանես ինձ թայլանդական մերսում վաննայում։ Մերսում։ Okay, մերսումից սկսենք։ Բասთან ոնց հասկանում ենք happy end այս հարցում գոյություն չունի։ Ունի Նարեկ ջան, ինչպես տեսար նախորդում ունի։ Հա, լավ, շնորհակալություն, մեզ հետ էր Արտավազդ Հայարմարտունցը, բոլորի մարտի 8-ը շնորհավոր։ Այդ ձեռնոցները բացատրեք ինչ եք հագել։ Բայց չի հանել։ Արագածոտնում երեք մեծ իրարանցում էր, գյուղացները փակել են ճանապարհը պայքարելով ինչ-որ հեկի կառուցման դեմ։ Բողոքի կեսից նրանց միացավ մարզպետը, որը ինչպես եւ ընդունված է, խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ժամանեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով էլ գյուղացիներին համոզեց բացել ճանապարհը։ Փոխարենը խոստացավ, որ շին հրապարակից տեխնիկան դուրս կբերվի։ Գյուղացիները համաձայնվեցին, մինչդեռ այդ պահին քաշքշուկ սկսվեց Երևանից ժամանած բնապահպանների եւ քաղաքացիական հագուստով մի քանի անձանց միջև։ Դե ինչ որ մեկին պիտի ճնշեին, տեղացիներից մի քիչ վախենում են։ Մնացին երևանցի ակտիվիստները։ Կարող է հիմա մոռանան այդ հեկի պատմությունը այս ֆոնին։ Գյուղացիները այս միջադեպից հետո կրկին փակեցին ավտոմայրուղին։ Այդ ժամանակ նրանց կրկին մոտեցավ մարզպետը, ով Ազատության հետ զրույցում վստահեցրեց, որ գյուղացուն վնաս հասցնող ոչինչ չի կառուցվելու։ Մի լիտր ջուր չի պակասելու։ Այդպեսի բան չկա, այդպեսի ծրագիր չկա։
Հա, այսեն սովորական ջրով աշխատող հիդրոէլեկտրոկայանը չէ, այդ հիդրո նշանակում է, այստեղ օթային ինչ-որ sense բան։ Չգիտեմ, ես նեկը հերք է ընդհանրապես, որ հեկի հարց կա ստեղ։ Հա, ասեք ջրագիծ է կառուցում պրծեք էլի։ Ջրագիծը կառուցվել է 69 թվականին, մինչև այսօր չի վերանորոգվել։ Դա են վերանորոգում։ Ձեր մարզպետն ասում է այնտեղ ոչ մի հեկ չեն կառուցելու, ջուրը չի պակասել։ Գես են կառուցելու։ Ինչ եք վստահ։ Որ խապում են։ Խապելով ժողովուրդը։ Վստահության պակաս, ինչ ես անում դու այս ազգի հետ։ Հիմա ո՞նց իմանանք, ինչ է կառուցում։ Մի ռազմարանասեր падգամավոր չկա այդ կողմերը։ Մարզպետ Սարգիս Սահակյանի եւ գյուղացիների խոսակցությանը միջամտեց ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Խաչատրյանը, ով մարզպետին խորհուրդ տվեց, որ եթե իրոք ընդհանրապես ջրագծերն են վերանորոգում, ապա թող ցույց տան փաստաթղթերը։ Մինչդեռ մարզպետն էլ պատասխանեց, որ այս պահին դրանք չկան։ Հա, փաստաթղթերը հարց չկա։ Մի շալվարի մեջ եմ մոռացել, բայց վաղը կբերեմ։ Լևոն Խաչատրյանը նաեւ կասկածի տակ դրեց ջրագծի վարկածը։ Այդ այնց վերցրեց ու կասկածի տակ դրեց։ Ինձ համար անհասկանալի է, այնտեղով որտեղով կանալ է անցնում, կանալը վերանորոգելու փոխարեն զուգահեռ խողովակ գցել փակ, որպեսզի ջրագիծ անցկացնել։ Նման բան աշխարհում գոյություն չունի։ Հա, գոյություն չունի, հատուկ վիզ են դրել, որ սենց չտեսնված բան սարքեն։ Այն էլ վերջը ժողովրդի ճնշման տակ այդ շինարարական տեխնիկան հանվեց ճանապարհից, իսկ մարզպետը շատ վստահ ու ընդգծված խոստացավ, որ այլևս երբեք այդ շինարարությունը չի սկսվի։ Ինչ պետք է լինի հետո։ Հետո չեն բերելու էլի հետ։ Չեմ բերելու։ Այսքան վերցած մնալու է։ Հա, բայց մի տեսակ վստահ չէր ոնց որ ասում։ Դե թող գյուղացիներից մեկը էլի հարցնի, սարքվելու է թե չէ։ Հա, մի հատ վերջնական վստահության համար։ Ես է սարքվելու թե ոչ։ Սարքվելու է։ Ինչ ես նման հարց տալիս ու։ Այ մայ ինչ հարց տամ։ Ման չի եկես։ Ինչ ես նման հարց տալիս։ Գլուխը քորա գալիս, պարոն մարզպետ։ Ինչա թե ուզում է ջուր լինի գյուղում, փորձում է սենց հարցեր ինչ-որ բարձրացնի։ Դե լավ, մենք դեռ կհետևենք այս ջրագծա հեկին։ Մարզպետի գործն էլ գործ չէ։ Արմկոմեդին այսօր այսքանն էր, իսկ վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Այդ որակումների մեջ կային այդ օրորտախառն տիկինը, չգիտեմ, երևի միակ որակումը ճիշտ որ իմ մասին հնչեցնում էին դա, որովհետև ես իսկապես իմ հոգում դեռ օրորտ եմ եւ իսկապես այդ աղջկական զեղումները իմ մեջ դեռևս կան անկախ տարիքից։ Oh, that shark babe has such teeth, dear, and it shows them a pearly white, just a jackknife. Where's all of my kid, the baby? And he keeps them out of sight. Do you know where that shark bites? Լսի Յանուկովիչի ձենզուն չկա։ Չէ, տենց էլ ոնց որ այդ ընկերոջ տանն է հələ ապրում։ Ուկրաինան ոնց է տենաս։ Ուկրաինան չգիտեմ, բայց լսել եմ, որ Մաքսայինը ուզում է միացած լավ սանատորիա կպցնի Յանուկովիչի համար, ծովը կա, պլաժը կա, ասենց հարմար տաք տեղ է։ Որտե որ ուզում են վիզ են դնում էլի։